Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1592-րդ օրն է, ինչպես արդեն նշեցի անցած եթերում, Ռուսաստանը հուսահատությունից ելնելով եւ փորձելով ցույց տալ, որ ուկրաինական հարվածները ռազմական գործարաններին իբր չեն ազդում իր հրթիռների պաշարների վրա, որոշեց բազմամակարդակ բլեֆի փորձ անել, սակայն իրականությունը պարզ է, որ լրիվ այլ է եւ այսօր կխոսենք դրանից։ Երեք ինչպես կանխատեսում էի չկարողացա եթեր անել բուժմանս պրոցեսի հետ կապված, այնպես որ այսօր փորձեմ հանգամանալից, բայց ոչ երկար եթեր ձեզ համար ներկայացնել։ Ռուսաստանում տիրող խորքային վառելիքի լոգիստիկայի եւ բարենային ճգնաժամը, որը սպառնում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական կայունությանը, համակցված է ուկրաինական հրթիռային հարվածների մշտական սպառնալիքով, Ուկրաինան կիրառելով անօդաչու թռչող սարքերով քրակային հսկողություն Մոսկվան կապող մայրուղիների հետ, հատկապես Կովկասի ուղղությամբ, էապես սահմանափակում է Ռուսաստանի լոգիստիկ հնարավորությունները եւ փաստացի կտրում է ռազմավարական ուղիները, հատկապես վտանգ է կախված Կովկասի ուղղությամբ։ Ռազմաճակատում խայտառակ վիճակ է ռուսական բանակի համար, միայն անցած ամսվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է 39490 զինվոր, ֆորմալ սպանված եւ վիրավոր, բայց փաստացի սրանք անվերադարձ կորուստներ են, նախ մեծ մասը սպանված են, երկրորդը վիրավորները այն կարգի են, որ առանց վերջույթների դժվար թե կարողանան վերադառնալ ռազմի դաշտ։ Սա պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալներն են, մեր գենշտաբի հետ 200 հոգու տարբերություն կա, ուկրաինական գենշտաբը 39290 կորուստ է ֆիքսել ռուսական բանակի կողմից հունիս ամսին, իսկ ամերիկացիները ուղիղ 200 հոգի ավել։ Սա մեթոդաբանության հարց է, ես բազմիցս ասել եմ, որ ներկայացվող թվերը ավելի քիչ են, քան իրականում կան, որովհետև տեսալուսանկարահանող գործիքները ֆիքսում են այն, ինչ մնացել է ռուսական զինվորներից հարվածից հետո, իսկ երբեմն գրեթե ոչինչ չի մնում կամ այնքան քիչ բան է մնում, որ ֆիքսելը դժվար է։ Այդ պատճառով իմ կարծիքով մի 10% գենշտաբի թվից ավել պետք է աչքի տակ ունենալ։ Իդեպ Z-բլոգեր Սերգեյ Ալիևը ամփոփելով այսպես կոչված SVO-ի արդյունքները խոստովանել է, որ միայն ռուսական կողմից սպանված զինվորականների թիվն արդեն անցել է 1 միլիոնը։ Ինձ թվում է քանի գնա, այնքան նրանք ավելի կմոտենան իրական թվին։ Մեկ շաբաթվա ընթացքում Պուտինի վարկանիշը գրանցել է ռեկորդային անկում սկսած 22 թվականից ի վեր, չնայած դժվար է Ռուսաստանում սոցիոլոգիայի մասին խոսել, բայց կան նման տվյալներ, որոշեցի ձեզ ներկայացնել։ Իսկ Storm Z ստորաբաժանման կազմում Ուկրաինայի դեմ կռված նախկին ռուս բանտարկյալ Դանիիլ Տուլենկովը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն տանուլ է տվել պատերազմը եւ Մոսկվան պետք է անհապաղ ճանաչի դա։ Ըստ նրա, մարտական գործողությունների շարունակումը միայն կվատթարացնի երկրի վիճակը, Ռուսաստանն այժմ ընտրություն ունի, հենց հիմա կապիտուլյացիայի ենթարկվելու կամ ավելի ուշ, շատ ավելի ծանր հետևանքներով կապիտուլյացիայի միջև։ Տուլենկովը նշում է, որ ավելի ձեռնտու պայմանների հասնելու հնարավորությունը բաց է թողնվել դեռ 1 տարի առաջ, այժմ Մոսկվան պետք է համաձայնի նույնիսկ ամենախնայող տարբերակին, քանի որ խայտառակության եւ պատերազմի միջև ընտրություն կատարող Ռուսաստանը ի վերջո ստացավ եւ պարտություն եւ գոյատևելու խնդիր։ Խայտառակությունը պարտակելը գնալով դժվարանում է, ռուսաստանցիները բենզինի հերթերից ինչ ասես որ չեն նկարում եւ համացանց նետում, ավելին կրկնակի դրոնների հարվածից հետո ամբողջությամբ շարքից դուրս է եկել եւ կանգնել ռուսական առանցքային Նորսի նավթավերամշակման գործարանը, վառելիքի դեֆիցիտը արդեն այնքան մեծ է, որ նկատելի է տիեզերքից, երևի թե մեր Telegram-յան ալիքում տեսել եք, իսկ Ղազախստանը ստիպված է արգելել կանիստրաներով բենզինի արտահանումը Ռուսաստանից եկածների համար, երևի թե նույնպես մեր Telegram-ում տեսել եք, թե ինչպես ռուսաստանցիները գնում են հարևան երկիր, որպեսզի իրենց ավտոմեքենաները բենզինով ապահովեն։ Այս պայմաններում Պուտինը դիմել է Կիևի բնակելի թաղամասի նոր լայնածավալ գնդակոծության, ակնհայտորեն օգտագործելով բալիստիկ հրթիռների իր անձեռնամխելի պահուստը, NZ կոչվածը, ինչը վկայում է Կրեմլի խորը վախի եւ ներքին անորոշության մասին։ Այս քայլով նա փորձում է ցույց տալ ռուս հասարակությանը, որ իրավիճակը Ուկրաինայում իբր ավելի ծանր է, քան երբևէ, եւ որ Ռուսաստանը իբր դեռ պահպանում է իր հզորությունը։ Իմջալոց բացի Կիևի մասսայական հարվածներից գրեթե ամենօրյա են դարձել Սումիի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրերի գնդակոծությունները։ Այս համատեքստում կարևոր է հիշել Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որ պատերազմը կավարտվի ոչ թե Ղրիմի կղզի դառնալով, այլ Մոսկվայի կղզի դառնալու պատճառով, խորհրդանշելով Կրեմլի կենտրոնի անկումը եւ նրա բոլոր ջանքերի զրոյացումը։ Նման հայտարարությունները նույնպես հոգեբանական բնույթ են կրում։ Ուկրաինայի
Ուկրաինայի հնարավոր պատասխանը արդեն մոտ է, ինչը զգալիորեն սեղմում է Պուտինի ընտրանքների շրջանակը եւ ընդգծում նրա ռազմավարական ճգնաժամը։ Իհարկե մենք չենք ասի, թե պատասխանը երբ կլինի, գիտեք ամեն օրվա ռեժիմով Ուկրաինան իր հարվածները հասցնում է, բայց Ուկրաինայի նախագահի ակնարկից պարզ է, որ առանձնահատուկ պատասխան Մոսկվայի ուղղությամբ նույնպես կարելի է սպասել։ Դե քանիցս արդեն ասել եմ, թե որքան պատերազմը մոտենա ավարտին, այնքան ավելի ծանր է լինելու վիճակը, թե մարտի դաշտում, թե թիկունքում, սա պետք է եւ մեր քաղաքացիները լավ գիտակցեն, ինձ թվում է հենց այդպես էլ կա, իսկ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ իրենց իբր հաղթող երկիրը վաղուց արդեն այդ կարգավիճակում չէ եւ եթե բենզին են ճարում, պետք է ոչ թե փորձեն շարունակել իրենց կյանքը ապրել այնպես ինչպես առաջ, այլ պետք է իրենց գլխի ճարը տեսնեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի վատ է դառնալու։ Այն մարդիկ, ովքեր հույսը դրել են, թե Պուտինը մի բան կմտածի, եթե Պուտինը մի բան մտածող լիներ, այս իրավիճակին չէր հասցնի։ Այնպես որ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, Ռուսաստանը արդեն պարտված է եւ ռուսաստանցիները դա պետք է հասկանան, որպեսզի իրենց ճակատագիրը իրենց ձեռքը վերցնեն, քիչ հետո ավելի կմանրամասնեմ այդ թեմայով։ Պուտինի շրջապատում լարվածություն եւ իշխանական մաքրումներ են սկսել։ Ռուսաստանի ներսում ըստ Fox News-ի Պուտինի թիկունքում երկու խոշոր կլաններ են պայքարում իշխանության եւ ազդեցության համար։ Պատերազմը մեծացրել է բանակի դերը, ինչը սրել է հակասությունները բանակի եւ անվտանգության ծառայությունների ՖՍԲ-ի միջև։ Պուտինը փորձում է հավասարակշռել այս խմբերի միջև, սակայն նրա դիրքերը թուլանում են եւ նա ավելի շատ կախված է ուժային կառույցներից։ Ներքին պայքարները խանգարում են կենտրոնանալ երկրի իրական խնդիրների վրա, տնտեսական ճգնաժամ, էներգետիկ խնդիրներ եւ պատերազմական հետևանքներ։ Պատմության մեջ նման հակասությունները հաճախ հանգեցրել են իշխանափոխությունների կամ քաղաքական մեծ ցնցումների։ Միաժամանակ Պուտինի շրջապատում սկսվել են մաքրման գործընթացներ, այսպես կոչված, ձերբակալվել է Ռոտենբերգի աջ ձեռքը համարվող բիզնեսմեն Կոնստանտին Մախովը, ինչը վկայում է ներքին լարվածության եւ անվստահության աճի մասին, նշում է Fox News-ը։ Այս մաքրման գործընթացները ցույց են տալիս, որ Պուտինի դիրքերը թուլանում են եւ իշխանության ներսում աճում է հակասությունը, ըստ ամերիկացի լրագրողների։ Այս զարգացումները ընդգծում են, որ Ռուսաստանի ղեկավարությունը գտնվում է ճնշման տակ ինչպես արտաքին մարտահրավերների, այնպես էլ ներքին հակասությունների պատճառով, ինչը զգալիորեն սահմանափակում է Պուտինի հնարավորությունները եւ ստեղծում է անորոշ քաղաքական իրավիճակ։ Վառելիքի ճգնաժամը սպառնում է Ռուսաստանին հացահատիկի պաշարների կորստով եւ տնտեսական կոլապսով։ Ռուսաստանի Պետդումայի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Նինա Աստանինան հստակ ազդարարել է, որ վառելիքի ճգնաժամի իրական մասշտաբները թաքցվում են հասարակությունից։ Նման բան, նման մակարդակով երբեք Ռուսաստանում չէր հայտարարվել, սա կարելի է Պուտինին ուղղակի մարտահրավեր համարել։ Նավթամշակման հզորությունների գրեթե 1/3-ը դուրս է եկել շահագործումից, սակայն կառավարությունը չի ձեռնարկում արտակարգ միջոցներ իրավիճակը շտկելու համար, ասել է Պետդումայի կոմիտեի նախագահը։ Օստանինան զգուշացրել է, որ վառելիքի պակասի պատճառով Ռուսաստանը կարող է մնալ առանց հացի, ինչը միջազգային պատժամիջոցների պայմաններում համարվում է մահվան նման սպառնալիք։ Նա ընդգծում է, որ այս լռությունը հատկապես վտանգավոր է բերքի հավաքման նախաշեմին, երբ արդեն գյուղացիները բողոքում են դիզելի պակասից եւ գների կտրուկ աճից։ Մեր լսարանը այս թեմաներին ծանոթ է, ես իմ եթերներում անդրադարձել եմ, բայց որ Ռուսաստանում արդեն Պետդումայի մակարդակով են նման հայտարարություններ անում, ինձ թվում է սա նշանակում է, որ սկսել են կամաց-կամաց հասկանալ, ինչ վտանգներ կա իրենց երկրի համար։ Վառելիքի պակասը խոչընդոտում է գյուղատնտեսության կարևորագույն գործընթացներին, հատկապես ձմեռային հացահատիկի հավաքին, ինչը սպառնում է բերքի կորստով եւ սննդի պաշարների սուր պակասով։ Ագրարային ոլորտի վառելիքի պակասը եւ դրա բարձր գները արդեն ազդում են արտադրության եւ մատակարարման վրա, ինչը կարող է առաջացնել սննդի գների կտրուկ աճ։ Տաքսիստները օրինակ ստիպված են տնտեսել վառելիքը, նույնիսկ օթորակիչների վրա, քանի որ բարձր գները նվազեցնում են շահույթը։ Բենզինի դեֆիցիտը ազդել է բիզնեսի շատ ոլորտների վրա։ Ինֆոլայնի տվյալներով որոշ շրջաններում արդեն նկատվում է սոցիալական նշանակության ապրանքների, այդ թվում մսի, կաթի եւ ձվերի պակաս։ Այս ամենը ցույց է տալիս, որ վառելիքի ճգնաժամը ոչ միայն սպառնում է տնտեսությանը, այլև կարող է հանգեցնել սոցիալական աղետների, մարդկանց զրկելով ամենակարևոր սննդամթերքից՝ հացից։ Հաշիվը արդեն օրերով է եւ շտապ անհրաժեշտ են միջոցառումներ այս աղետը կանխելու համար, նշում է ռուս պատգամավորը։
Ռուսաստանի վառելիքի ճգնաժամը, խորացող խնդիրները եւ ներմուծման դժվարությունները կարծես լավ հեռանկարներ չեն խոստանում Պուտինին։ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը շարունակում է խորանալ եւ տարածվել տարբեր տարածաշրջաններում, ստեղծելով լուրջ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ։ Ռուսաստանի ենթակառուցվածքները, այդ թվում նավահանգիստներն ու խողովակաշարային համակարգը տեխնիկապես պատրաստ չեն ընդունելու օրինակ նույն Հնդկաստանից, ինչպես արդեն հաղորդվել էր, բենզինի մեծ ծավալներ։ Այս պատճառով Հնդկաստանից վառելիքի ներմուծումը մեծ ծավալներով անհնարին է եւ Հնդկաստանից ներմուծումը չի կարող լուծել երկրի վառելիքի պակասի խնդիրը։ Ուկրաինայի հարվածները նավթային օբյեկտներին սրել են վառելիքի ճգնաժամը, որը արդեն զգացվում է Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Բենզինի եւ դիզելի պակասը խոչընդոտում է գյուղատնտեսության բեռնափոխադրումների եւ առօրյա կյանքի բնականon ընթացքին։ Ղազախստանը հայտարարել է, որ վառելիքի մատակարարումները Ռուսաստանին հնարավոր են միայն պաշտոնական դիմումի եւ ազատ ռեսուրսների առկայության դեպքում։ Փաստացի ստորացնում է Ռուսաստանին, որպեսզի ամբողջ աշխարհի առաջ վառելանյութ խնդրի եւ իրեն տեղ է թողնում մերժելու, ասելով, որ եթե ռեսուրսների առկայություն լինի, 26 թվականի հուլիս-օգոստոսին Ղազախստանը նախատեսում էր ուղարկել 50,000 տոննա բենզին որպես հումանիտար օգնություն, սակայն այս մատակարարումները չեն կարող լիովին լուծել ճգնաժամը։ Վառելիքի ճգնաժամը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի սահմաններով, այլ տարածվում է նաեւ Կրեմլի դաշնակից երկրներում, որտեղ նույնպես նկատվում է վառելիքի պակաս եւ տնտեսական խնդիրներ։ Այս իրավիճակը հանգեցնում է սոցիալական նշանակության ապրանքների, այդ թվում սննդամթերքի պակասի, ինչը կարող է առաջացնել սոցիալական լարվածություն եւ տնտեսական անկայունություն։ Այս բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի վառելիքի ճգնաժամը տեխնիկական, տնտեսական եւ քաղաքական բազմաթիվ խնդիրների հանգեցնող է եւ կարծես լուծումներ կամ առնվազն արագ լուծումներ չկան։ Այս ֆոնին Ուկրաինան շարունակում է իր հարվածները ռուսական նավթային ենթակառուցվածքներին եւ գործարաններին։ Վերջին 2 օրվա ընթացքում Ուկրաինան իրականացրել է ամենախոշոր հեռահար գործողություններից մեկը վերջին ամիսների ընթացքում։ Խոսքը ոչ թե մեկ առանձին հարվածի մասին է, այլ մի շարք համակարգված հարվածների, ուղղված ռազմավարական նշանակություն ունեցող ռուսական ռազմական եւ ռազմական տնտեսական օբյեկտների դեմ։ Ամենից զգայուն հարվածը եղել է Լուկոյլ Նիժեգորոդ Նեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանին Քստովոյում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով հաստատվել են հարվածներ ձեռնարկության տարածքին, հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով վնասվել է առաջնային վերամշակման AVT-6 կայանքը, ամբողջ տեխնոլոգիական գործընթացի հիմնական տարրերից մեկը։ Վնասների չափը դեռ հստակեցվում է, իսկ հարվածները միևնույն է շարունակվում են։ Ինչու է սա կարևոր։ Հենց Կստովոյի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, տարեկան մոտ 17 միլիոն տոննա հզորությամբ։ Այստեղ արտադրվում են բենզին, դիզելային եւ ավիավառելիք, 20 նյութեր եւ այլ արտադրանք, որոնք օգտագործվում են նաեւ ռուսական զինված ուժերի կարիքների համար։ Բացի այդ, այն համարվում է կենտրոնական Ռուսաստանի, այդ թվում Մոսկվայի տարածաշրջանի վառելիքային մատակարարման կարևոր աղբյուրներից մեկը։ Այդ պատճառով հիմնական արտադրական հզորությունների կրկնակի շարքից հանելը կարող է լրջորեն բարդացնել մատակարարումները եւ խորացնել արդեն գոյություն ունեցող վառելիքային խնդիրները, բայց գործողությունը դրանով չի սահմանափակվել։ Ուկրաինայի գլխավոր շտաբի պաշտոնական տվյալներով վնասվել են նաեւ անօդաչու սարքերի պահեստը Կամենկայի շրջանում, Զապորոժիեի մարզի օկուպացված մասում, երկաթուղային կամուրջը Սևերսկի Դոնեցկի գետի վրա, Ստանիցա Լուգանսկայի շրջանում, որը օգտագործվում էր զորքերի, տեխնիկայի եւ նյութատեխնիկական միջոցների տեղափոխման համար։ Հակառակորդի հրամանատարական դիտարկման կետը Խարկովի մարզի Ալշանայա շրջանում, բայց սա էլ վերջը չէ։ Գլխավոր շտաբը հրապարակեց լրացուցիչ տվյալներ նախորդ հարվածների արդյունքների վերաբերյալ։ Ուկրաինական կողմի տվյալներով հաստատվել է Ռուսաստանի զինված ուժերի տիեզերական կապի կենտրոնի լուրջ վնասումը, ինչպես նաեւ այն օբյեկտի, որը ապահովում էր ռուսական հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի աշխատանքը։ Ուկրաինայի գենշտաբի հայտարարության մեջ նշվում է, որ այդ վնասումը նվազեցրել է վաղ նախազգուշացման համակարգի հնարավորությունները, ինչի արդյունքները մենք կտեսնենք հենց այս օրերին, քանի որ հարվածները գնալով ավելանում են։ Միևնույն ժամանակ բաց աղբյուրների եւ տարածաշրջանային հաղորդագրությունների համաձայն բարի դրոնների հարվածները ընդգրկել են Ռուսաստանի եվրոպական մասի մեծ տարածքներ։ Մի շարք շրջաններում սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը, ժամանակավորապես փակվել են օդային նավահանգիստները, իսկ քաղաքացիական ավիացիայի երթուղիները փոփոխվել են։ Ընդհանուր պատկերում այս գործողությունների նպատակը ոչ թե առանձին օբյեկտներն են, այլ մի քանի ռազմավարական համակարգերի միաժամանակյա խաթարում։ Խոսքը վառելիքի
մատակարարման, ռազմական լոգիստիկայի, դրոնների պահեստավորման, հրամանատարական կետերի խաթարման, ռազմավարական կապի եւ նախազգուշացման համակարգերի ոչնչացման մասին է, սա արդեն ոչ թե առանձին հարվածների շարք է, այլ համակարգված արշավ ուղղված Ռուսաստանի ռազմական ներուժի աստիճանական նվազեցմանը։ Եվ այս ֆոնին Պուտինը դիմում է իր հերթական մասսայական հարվածին։ Հուլիսի 2-ի գիշերը Ռուսաստանը իրականացրել է զանգվածային համակցված հարված Ուկրաինայի տարածքին, ներառյալ մայրաքաղաք Կիևը եւ այլ քաղաքներ։ Ամենախոշոր հարվածը Կիևին էր ուղղված, 30-ից ավել մարդ զոհվեց, տներում քնած, 100-ից ավել մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Հարձակման ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի միջոցներ, բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ եւ հարվածային անօդաչու սարքեր։ Հիմնական հարվածները ուղղված են եղել մայրաքաղաքին եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Կիևում արձանագրվել են բնակելի շենքերի ավերածություններ եւ քաղաքի կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների վնասումներ։ Փրկարար ծառայությունները աշխատել են հարվածների վայրերում, իրականացվել է տարհանում խոցման վայրերից եւ փլատակների մաքրում։ Ռուսական կողմը ավանդաբար հայտարարում է, որ նման հարվածները ուղղված են իբր ռազմական օբյեկտներին եւ պաշտպանական նշանակության ենթակառուցվածքներին, հենց այդպես էլ ռուսական աղբյուրները զեկուցեցին, սակայն փաստացի հետևանքները կրկին ցույց են տալիս զգալի վնաս քաղաքացիական միջավայրին։ Ռուսները պարզապես փորձում էին պատկեր ստանալ, երևի թե մտածում էին, որ իրենց ժողովրդին կհանգստացնեն, բայց ինձ թվում է ռուսաստանցիները ամեն Ուկրաինային հասցված նման հարվածներից հետո պետք է ավելի անհանգստանան իրենց կյանքի որակի վատանալու համար։ Առանձնապես հարկ է նշել կիրառված միջոցների մասշտաբը, բաց տվյալների համաձայն հարձակման ընթացքում օգտագործվել է մեծ քանակությամբ հրթիռներ եւ դրոններ Կիևի դեմ։ Միևնույն ժամանակ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, չնայած սահմանափակ ռեսուրսներին եւ որոշ հակահրթիռային միջոցների պակասին, կարողացել է խոցել թիրախների զգալի մասը։ Այնուամենայնիվ, որոշ միջոցներ հասել են քաղաքին, ինչի հետևանքով առաջացել են ավերածություններ եւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Իհարկե, այնքան չէ, որ Պուտինը կցանկանար, բայց մեզ համար ամեն կյանք շատ կարեւոր է։ 30 մարդ պարզապես իրենց տանը քնած սպանվել են, ել չեմ ասում այն 100 հոգին, ով վիրավորվել էր։ Ռազմական տեսանկյունից նման հարվածները չունեն որևիցե իմաստ։ Սրանք հիմնականում հոգեբանական ազդեցության, ճնշման փորձ է քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքների վրա, փաստացի ահաբեկչություն է եւ երևում է, որ լավ օրից չէ, որ Պուտինը դա անում է, չնայած նա իր բնույթով է ահաբեկիչ։ Արդյունքում Կիևը դարձել էր զանգվածային հրթիռային հարվածի հիմնական թիրախներից մեկը, ինչը ընդգծում է երկրի խորքում հարվածների Ռուսաստանի շարունակվող ահաբեկչական ռազմավարությունը։ Այս անգամ իրենք այնպես էին հաշվարկել, որ մեր դաշնակիցները չէին հասցրել մեզ հակաբալիստիկ հրթիռները տրամադրել, իրենք էլ Ռուսաստանն էլ իր ռազմավարական պաշարներից փորձեց օգտագործել տպավորություն ստեղծելու համար, ինչով մենք ֆիքսեցինք սա եւ գիտենք թե ինչ ենք անելու սրանից հետո Ռուսաստանի հետ։ Լավ կլիներ, որպեսզի նաեւ մեր դաշնակիցները հասկանային ստորության մակարդակը։ Բայց ինչպես ասացի, ուկրաինական բանակը իր հարվածները պլանավորված շարունակում է, օրինակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, ՍԲՈ-ն եւ զինված ուժերի այլ ստորաբաժանումները Ղրիմում եւ ռազմաճակատում սոսկալի հարվածներ են շարունակում հասցնել։ Խոցվել է 12 ռուսական ավիացիայի անգարներ, ՍԲՈ-ի դրոնները մեկ շաբաթվա ընթացքում 2 հզոր հարված են հասցրել Ղրիմի ռազմական օդանավակայաններին։ Հուլիսի 1-ի գիշերը Սակի օդանավակայանում արձանագրվել է 5 դիպուկ հարված կործանիչների անգարին, իսկ հուլիսի 3-ի գիշերը երկրորդ ալիքով խոցվել է եւս 7 անգար Սակիի եւ Գվարդիեյսկայի օդանավակայաններում։ Ընդհանուր առմամբ խոցվել է 12 անգար, որտեղ գտնվում էին Սու-30 եւ Սու-24 կործանիչներ եւ ռմբակոծիչներ, ինչպես նաեւ շահեդ դրոնների պահեստներ։ Պետք է ասեմ, որ անցած շաբաթ ուկրաինական կողմն է կորցրել 2 ինքնաթիռ տարբեր հանգամանքներում, բայց մենք էլ 2 ինքնաթիռ ենք կորցրել։ Ուկրաինական ուժերը շարունակում են կաթվածահարանալ ռուսական բանակի լոգիստիկան։ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ խոցել են Կրասնոգվարդիեյսկի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջը։ Սա կրիտիկական նշանակության հանգույց էր, որով Ռուսաստանը ռազմական տեխնիկա եւ զինամթերք էր մատակարարում Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում գտնվող իր զորքերին։ Շարունակում է աշխատանք
հրճականքը ռուսական հոպի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի թուլացման ուղղությամբ ռուսական հակաօդային պաշտպանությունը կուրացնելու նպատակով ուկրաինական ուժերը նույն 3 գիշեր ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի կայան Արտյոմովկայի մոտակայքում եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումը Սևաստոպոլում, հասցվել են հարվածներ հրամանատարական կետերին, առաջնագծում գործողությունները համակարգելու համար Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են դրոնների կառավարման կետը Ուկրաինսկում Դոնեցկի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրամանատարական կետը Նավագրադկայում Զապորոժիեի մարզի գրավյալ տարածքում։ Ինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր մեծ աջակցության համար։ Անցած 3 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 800 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 3580 զինվոր եւ ավելի քան 7539 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են։ Հիմա ամենաթարմը առանձին կներկայացնեմ։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,408,340 զինծառայող։ Ձեր տրամադրությունը հայկական ծիրանի եւ վարդերի մասին լուրերով բարձրացնեմ, նոր անցնենք ամենաթարմ հարվածների մասին լուրերին։ Չնայած բոլոր դժվարություններին եւ պատերազմական իրավիճակին, հայկական թարմ վարդերով բարձված արդեն 3-րդ բեռնատարը բարեհաջող հասել է Ուկրաինա, ավելին արդեն նախապատրաստվում է ճանապարհ ընկնել 4-րդ մեքենան Հայաստանից։ Հայաստանի համեղ ծիրանը արդեն մեծ թափով վաճառվում է ուկրաինական խոշորագույն քաղաքներում, մասնավորապես Լվովում եւ Կիևում, Կիևում հայտնի Ստալիչնի մեծածախ շուկայում։ Այս բոլոր մատակարարումներն ու բարդ լոգիստիկան կազմակերպվել են Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից, իսկ հիմնական աշխատանքները համակարգում էին Լվովի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի հայկական համայնքների ներկայացուցիչները։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ համայնքը պատերազմի ժամանակ կարողանում է ամուր պահել թե տնտեսական եւ թե մշակութային կապերը Հայաստանի հետ։ Գիշերը անհանգիստ էր Ռուսաստանում՝ ի պատասխան ուկրաինական Սումի քաղաքին հասցված ռուսների նենգ հարվածին, որտեղ ռուսական բանակը նորից խփել էր գիշերով տանը քնած մարդկանց։ Ուկրաինական բարի հրթիռները հանգցրեցին Բելգրադ ռուսական Մարս կենտրոնի լույսը, իսկ ֆլամինգոները թռան դեպի Ռուսաստանի խորքը, բայց սա իհարկե ամենը չէ։ Պուտինի հայտարարությունը Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի իբր գրավման մասին բացարձակ սուտ է, սա փորձ է տպավորություն թողնելու Թրամփի եւ սեփական ժողովրդի վրա ռազմաճակատում եւ թիկունքում ձախողումները թաքցնելու համար։ Ռուս դիկտատոր Պուտինը հրապարակավ հայտարարել էր Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի իբր գրավման մասին։ Սա հին մեթոդներով արած փորձ է տպավորություն թողնելու Թրամփի եւ սեփական Ռուսաստանի ժողովրդի վրա, ովքեր վերջին շրջանում ավելի շատ տպավորված են ուկրաինական հզոր հարվածներով եւ ռուսական բանակի ու հանրության ծանր վիճակով։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հերքեց պուտինյան սուտը, Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչ միտեղ չեն նահանջել եւ շարունակում են լիովին վերահսկել Կոնստանտինովկան, ռուսական կողմի պնդումները բացարձակ կեղծիք են, այս մասին ասել է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի ներկայացուցիչ մայոր Անդրեյ Կավալյովը, պաշտոնապես հերքելով օկուպանտների տարածած լուրերը։ Ըստ Կավալյովի քաղաքը գտնվում է ուկրաինական զորքերի հուսալի պաշտպանության ներքո, իսկ Պուտինը ստիպված է մտածածին հաղթանակներ հորինել ռազմաճակատում տիրող իրական ճգնաժամը թաքցնելու համար։ Իդեպ Պուտինը գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխանատու որոշումներ իբր կկայացնի այն արևմտյան երկրների դեմ, որոնք օգնում են Ուկրաինային։ Կրեմլի ղեկավարին երևում է թե որ հունից հանել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համատեղ հայտարարությունը, որտեղ հաստատվել է հակառակորդին հարվածելու համար առաջադեմ դրոնային տեխնոլոգիաների կիրառումը։ Պուտինը փորձում է բլեֆ անել նույնիսկ այն ժամանակ, երբ արևմուտքում ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում իր այսպես կոչված կարմիր գծերին։ Չնայած Պուտինի բլեֆի արհամարմանը արևմուտքը գործնական քայլեր եւս անում է, մասնավորապես Գերմանիան դեռ 3 օր առաջ պաշտոնապես կոչ էր արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը, հաշվի առնելով Ռուսաստանի ներսում իրավիճակի անկանխատեսելիությունը եւ Կրեմլի ագրեսիվ ռետորաբանությունը։ Մոսկվան Մեդվեդևի շուրթերով միջուկային սպառնալիքներ է տեղում
ընթացքում Ֆինլանդիայի հասցեին, իսկ Պեսկովը դժգոհում է, թե Եվրոպան իրեն նվիրել է Ռուսաստանի դեմ դիմակայությանը։ Սա միայն փաստում է, որ ռուսական ռազմաքաղաքական էլիտան հիստերիայի մեջ է սեփական անզորությունից։ Այսօր հուլիսի 4-ին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են անկախության օրը, ինչի առիթով մենք նույնպես շնորհավորում ենք, Պուտինը փորձեց Կոնստանտինովկայի մասին իր հայտարարությամբ գրավել ամերիկացի լրագրողների ուշադրությունը, նպատակն էր ստիպել ամերիկյան լրագրողներին հենց տոնական օրերին հարցեր ուղղել Թրամփին Ռուսաստանի այսպես կոչված հաջողությունների եւ Ուկրաինայի հանձնվելու անհրաժեշտության մասին, քանի որ Թրամփի թիմը վերջերս հրաժարվել է մեկնել Մոսկվա լուսանկարվելու համար, Պուտինը փորձում է մտածածին հաղթանակներով տպավորություն թողնել նրա վրա։ Մոսկվայում լուսանկարվելու մասին գիտեք, որ վերջերս հայտնեցին Ամերիկայից, որ չեն ցանկանում միայն լուսանկարվելու համար Մոսկվա գնալ, պետք է իրական բանակցություններ սկսվեն։ Պուտինը այսպես իր վրա ուշադրություն է ցանկանում հրավիրել։ Ծեծված մեթոդ է, բայց դե իրենք երևի թե ուրիշ մեթոդներ չունեն։ Նման մեդիոպլանը լիովին տապալվեց, քանի որ ուկրաինական զինուժի գլխավոր շտաբը անմիջապես հերքեց Պուտինի սուտը, Կոնստանտինովկան վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Արդյունքում Պուտինը Թրամփի աչքերում կրկին երևալու է ոչ թե հզոր առաջնորդ, այլ էժանագին ֆեյքեր հորինող, ում բանակը տապալվել է ռազմաճակատում փաստացի։ Հուլիսի 4-ի գիշերը Ուկրաինայի բանակը եւ հատուկ ծառայությունները իրականացրել են մասշտաբային ու համակարգված գործողություն հզոր հարվածներ հասցնելով ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, ինչպես Ռուսաստանի խորը թիկունքում, այնպես էլ ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Անցած գիշերվա գլխավոր իրադարձությունը հակաօդային պաշտպանության աննախադեպ ճեղքումն էր Ռուսաստանի Լենինգրադի մարզում, Ուկրաինայի սահմանից ավելի քան 850 կիլոմետր հեռավորության վրա ուկրաինական բարի դրոնները հարվածել են Սանկտ Պետերբուրգի խոշորագույն նավթային տերմինալին, ինչը պաշտոնապես հաստատվել է տեղի նահանգապետ Բեգլովի կողմից։ Հարվածների տակ են հայտնվել նաև Վիսոցկ պորտային նավթաբազան եւ Բալտիկ ծովի նավատորմի գլխավոր ռազմածովային բազայի օբյեկտները Կրոնշտատում։ Ընդհանուր առմամբ ռուսական կողմը այս տարածաշրջանում ֆիքսել է ավելի քան 72 դրոնի թռիչք։ Սրան զուգահեռ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվում են դեռևս չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ ուկրաինական նոր տիպի Ֆլամինգո հեռահար դրոնները հարվածել են Ուդմուրտիայի պաշտպանական գործարանին։ Հաղորդվում է, որ թիրախը եղել է այն ձեռնարկությունը, որը արտադրում է նաև ռուսական այսպես կոչված Արեշնիկ բալիստիկ հրթիռները, սակայն ուկրաինական հրամանատարության կողմից այս հարվածը պաշտոնական հաստատում դեռ չի ստացել։ Այդուհանդերձ օկուպացված տարածքներում գիշերային հարվածների արդյունքները լիովին հաստատված են պաշտոնական ամփոփագրով։ Լուգանսկի մարզում Ուկրաինայի բանակը հզոր հարվածներ է հասցրել ռուսական զորքերի օբյեկտներին Ստարոբելսկի շրջանում։ Դոնեցկի մարզում դիպուկ հարվածով ոչնչացվել է դրոնների կառավարման մեծ կետ Ուկրաինսկ բնակավայրի շրջանում, Զապորոժիեի մարզում հրթիռային հարվածով ջախջախվել է ռուսական զորքերի հրամանատարական կետը Նավգարոդկա բնակավայրում։ Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի պաշտոնական տվյալները ամփոփում են ագրեսորի նավթային սեկտորի դեմ ուղղված այս երկարատև արշավը։ Այսօրվա դրությամբ ուկրաինական դրոնների համակարգված հարվածները շարքից դուրս են բերել Ռուսաստանի բոլոր նավթավերամշակման հզորությունների ռեկորդային գրեթե 43%-ը, 42.74%-ը։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հաջողությամբ թիրախավորվել է 8 խոշոր նավթավերամշակման գործարան, լիովին ոչնչացվել կամ կրիտիկական վնասներ են կրել ավելի քան 60 ռազմավարական պահեստարաններ, դրանց 58%-ը լցված էր պատրաստի ավտոմոբիլային բենզինով եւ ավիացիոն կերոսինով, իսկ 42%-ը հում նավթով։ Ռուսաստանի նավթային ոլորտի կրած ուղղակի տնտեսական վնասը 25 թվականի օգոստոսից ի վեր արդեն անցել է 13.5 միլիարդ դոլարը, իսկ գործարանների վերականգնման ժամկետները ձախողվում են բարձր տեխնոլոգիական սարքավորումների դեմ դրված արևմտյան խիստ պատժամիջոցների պատճառով։ Արդեն տեղեկատվություն կար, որ Ռուսաստանը փորձում է ավիակերոսին գնել Ճապոնիայից, բայց երրորդ երկրների միջոցով։ Մենք հետևում ենք նման լուրերին եւ եթե հակազդելու հնարավորություն ունենանք, անպայման նաեւ այդ ուղղությամբ կհակազդենք։ Ինձ թվում է բավական հագեցած եթեր ստացվեց շաբաթ օրվա համար։ Երևի թե այսքանով եզրափակեմ։ Անչափ շնորհակալ եմ ջերմ մթնոլորտի եւ ձեր ակտիվության համար։ Մինչեւ անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում։ Այս ալիքում հաջորդ եթերը պլանավորում եմ երկուշաբթի, բայց եթե կարողանամ, վաղը անալիտիկա ալիքում կարճ վերլուծական եթեր կներկայացնեմ ձեզ։ Այսքանով ավարտեմ, ձեզ ամենալավն ու բարին եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։